Չգիտեմ, դիտն ասել։ Լա, այդպես հարցեր են տալիս, ցավը տանել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ, այդ մեր գլխին չէր գա։ Հիմա երբեք էլ չի, պետք է բանանը, հիմա պետք է անենք, էլի։ Վերադարձին, եթե 21 թվականին այսքան արարքը մեր երկրի գլխին չէր գա։ Այս իշխանությունը ասում է, եթե ինքը չլինի պատերազմ է լինելու, խաղաղություն չի լինելու, ասում է միայն մեզ հետ է։ Խափում են։ Հաշվում ենք, քանի հատ պատերազմ ա եղել։ Դա բլեֆ է լրիվ։ Մուտացիա են անում, ուզում են ինչ-որ բաներ, չի կարելի։ Եթե նա այս իշխանությունը վերընտրվի, ինչ կանխատեսումներ ունեք իշխան։ Կանխատեսում չեն կարա, թողել է մի հատ սրանց վեկալեք շպրտենք միանի վրա, այս խմբակին էլ, այս ողմակին։ Հետո արդեն հարցերը կլուծում են, այս չի որ չի մնալու, կլինի մի բան կլինի։ Վերեք վատը չմտածենք, լավ է լինելու, որ ասում եք հետո ինչ ենք անելու, վատը չմտածենք, լավ է լինելու։ Հա, բայան։ Երևի թե Քոչարյանը չնի ուրիշ դաշինքը թողնի, կամ ասենք թեկուզ Կարեն Կարապետյանը, ասում սավը, թե Կարենը Սամվելն։ Դե դա պետք է, այսօր կոալիցիա պետք է կազմի, ընդդիմադիր վլոկներով գնանք, թեկուզ Ծառուկյանն էլ գա միանում ամեզի, բան շատ լավ կլինի, ինչ է եղել։ Մենակ ջեները չփոշիանա։ Ուզում եք ընդդիմադիր դաշտը միավորվի, հա? Կոալիցիա, ամենակարևորը կոալիցիա, դրանից հետո արդեն պարզ կլինի։ Ինքը մենակ է խոսում ինքը։ Երևանից եք։ Համարյա։